բերեք Ալեն Սիմոնյանի դատավճիռը, ոչ միայն Միքայելը ընդունի, որ ինքը հանցանք է գործել, ես էլ ընդունեմ, որ հանցանք եմ գործել, չնայած չեմ թքել, բայց ընդունեմ, որ ես հանցագործ եմ։ Բերեք Ալենի դատավճիռը, բերեք։ Իհարկե։ Այսինքն այդ չհասկացա, Ալեն Սիմոնյանը մարդու երեսին կարող է թքել եւ ոչինչ, բայց մարդու երեսն է կարևոր, մարդն է կարևոր, թե ժեշտի կտորը շատ կներեք։ Այո։ Նորից ասեմ, այստեղ կարևոր խորհրդանշական հարց կա նաև, որ դա պետական խորհրդանիշներ կրող ավտոմեքենա էր եւ այլն, բայց այդտեղ շատ կարևոր հանգամանք կա։ Ինչքան էլ պետական խորհրդանիշներ կրող մեքենա լինի, այդ պահին ինքը պետական գործառույթ չէր իրականացնում, սա շատ կարևոր է։ Ինքը այդտեղ գտնվում էր մի անձին սպասարկելու համար, որ պետական գործառույթ այդ պահին չէր իրականացնում։ Իսկ եթե մենք ընդունում ենք, որ ինքը քարոզչությունը պետական գործառույթ է, այն նշանակում է, որ եթե նույնիսկ պետական խորհրդանիշներ կրող մեքենա է, մարդուց ավելի թանկ է։ Բնականաբար չէ, բայց ես այն եմ ուզում ասել, որտեվ այդ հանգամանքը շեշտադրվում է, որ պետական խորհրդանիշներ, ես ուզում եմ ասել, որ այո, բնականաբար չի կարող ավելի բարձր լինել, քան մարդը, դա նաև սահմանադրական պահանջ է, չնայած այս մարդիկ սահմանադրության որպես արժեք չեն ընդունում։ Մարդը բարձրագույն արժեքն է, նյութը չի բարձրագույն արժեքը։ Իսկ եթե անգամ մենք մտնում ենք այդ դաշտ խորհրդանիշների դաշտ ենք մտնում, այդ պահին այդ մեքենայի գործառույթը բացարձակ պետական չէր։ Որովհետև նա այն մարդը, որը որ օգտվում էր այդ մեքենայից, անարդարավար էր օգտվում, որովհետև ինքը գուցե օրենքի տեսանկյունից խնդիր չկա, բայց արդարության տեսանկյունից խնդիր կա, որովհետև նա առավելություն ունի մյուս քարոզչություն իրականացնող ուժերի համեմատ։